Դեկտեմբերի 28-ին Կիրակի օրը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայրաթոռում մատուցվեց 2025 թվականի վերջին պատարագը։ Եկեղեցական թափորի ուղեկցությամբ հայրապետը օրհնություն բաշխելով հավատացյալներին մտավ Մայր տաճար։ Սրբազան արարողությանը մարդիկ եկել էին Քրիստոսի փրկչական խորհուրդներին հաղորդ դառնալու, Մայրաթոռի նկատմամբ իրենց նվիրումը հայտնելու եւ հայոց հովվապետից օրհնություն ստանալու համար։ Ներկաները աղոթք առաքեցին առ Աստված, մասնակցեցին խոստովանության կարգին, հաղորդություն ճաշակեցին։ Սուրբ պատարագի Տեր Ողորմեա երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի եւ բոլոր գերիալների ազատության, հոգևորականների, եկեղեցու անսասանության, ինչպես նաեւ հայրենի երկրի խաղաղ ու բարոր կյանքի համար։ Միացնայեջ տաճարում տարեվերջյան պատարագը մատուցեց Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Պատարագիչ հոգևորականը Սուրբ գրքից մեկնություններ արեց, խոսեց անազատության մեջ գտնվող սրբազանների եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների մասին։ Դժվարության մեջ պետք է տեսնենք լույսը, ճգնաժամերը ոչ թե Աստծուց հեռանալու համար են, այլ ավելի զորանալու, նշեց Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Ուշադիր եղեք, իբրև քրիստոնյաներ ձեր անձի հանդեպ։ Ուշ մի դրեք ամեն մարդու խոսվածքին։ Այսօր իսկապես տեղեկատվական մեծ պատերազմի մեջ ենք։ Այսօր վիրտուալ իրականությունում փորձ է արվում ամեն ինչ անել, որպեսզի կարողանան թույլատնել մեզ, քրիստոնյաներիս, մեր եկեղեցին։ Բայց հավատացնում եմ ձեզ, ոչինչ չի ստացվելու, որովհետև եկեղեցին աստվածահաստատ կառույց է։ Եվ մենք կարիք ունենք իսկապես այսօր զորանալու մեր հավատքի մեջ եւ ոչ ասելու բոլոր այն բոլորներին, որոնք ուզում են մաքուր սերմի մեջ դուսնել։ Սուրբ պատարագի ավարտին հայոց հովվապետը պահպանիչ աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին։ Քրիստոս Աստված մեր պահյա, պահպանյա եւ օրհնյա Զազգս հայոց եկեղեցիս Հայաստան։ Տարվա վերջին Կիրակի պատարագն ավարտվեց, մինչև 2026 թվականը մարդիկ սրբազան արարողությունների մասնակցելու հնարավորություն դեռ ունեն։ Եկեղեցիներում կատարվում են ամենօրյա ժամերգություններ։ Տարեմուտի գիշերը դեկտեմբերի 31-ին հայոց բոլոր եկեղեցիներում խորհրդանշական մի արարողություն է կատարվում՝ նռնորնեկ եւ հանրապետական մաղթանք։ Նռնորնեքի կարգը սահմանել է Գարեգին II ամենայն հայոց հայրապետը։ Նուրը խորհրդանշում է տարին եւ նրա յուրաքանչյուր օրը։ Ամանորի շեմին եկեղեցու պատգամն է, որ գալիք տարվա յուրաքանչյուր օրը ապրենք Աստծո օրհնության ներքո։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Շնորհալու հրաշափառ Աստվածը երգում են Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները Միքայել arczepiskopos Աջապահյանի ծննդյան օրվա առթիվ։ Շիրակի թեմի առաջնորդը դարձավ 62 տարեկան։ Դեկտեմբերի 27-ին շատերը հավաքվել էին Իզմիրլյան բժշկական կենտրոնի բակում, ուր վիրահատվել է Միքայել սրբազանը։ Կալանավորված հոգևորականի ծննդյան տորթի վրա գրված էր ամենաազատ սրբազանը։ Միքայել սրբազանը պատուհանի մոտից ողջունեց ու օրհնեց հավաքվածներին, շնորհակալական նամակ ուղարկեց։ Գյումրիի տարբեր համայնքներից եկած երիտասարդներն ասում են, որ թեև այս տարի արտասովոր պայմաններում են շնորհավորում սիրելի սրբազան հորը, բայց ինչպես միշտ մեծ ոգևորությամբ ու սիրով։
Սրբազանի խոսքերից կարող եմ հիշել այն խոսքերը, որ հատկապես այս օրերին է շատ վերաբերվում, որ փորձությունները պետքա ժպիտով դիմավորենք ու իրանք հաստատ կգան ու կգնան։ Դրանք ամենակարևորն է կարծում եմ այս օրերին ու վերաբերվում է մեզ ու Սրբազանի գրեթե բոլոր մտքերը եւ խոսքերը մեզ ուժ են տալիս այս օրերին, որպեսզի մենք ժպիտով մոտենանք ցանկացած դժվարությունների, ցանկացած խնդիրների ու այդ ամեն ինչը հաղթահարենք ժպիտով։ Սովորաբար իր ծննդյան տարեդարձը մենք նշում ենք Շիրակի թեմի առաջնորդարանում։ Էլի տորթով, մեծ ուրախությամբ ես շատ պարզ հիշում եմ անցած տարվա շնորհավորանքը ու իմ մեջ ֆիքսվել է այն պահը, երբ ինքն իր խոսքում, որ մեզ էր ուղղում, ինքն ասաց, որ իրար շատ սիրեք։ Ու հիմա հասկանում ենք, թե ինչքան մեծ արժեք ուներ այդ խոսքը, որովհետև այս սերն է համախմբել մեզ ու առաջնորդել։ Օրհնյալ Տեր մեզ Հիսուս Քրիստոս, ամեն։ Իզմիրլյան բժշկական կենտրոնի բակում աղոթ քնչեց։ Այս օրերին եկեղեցիներում ժամերգությունների, պատարագների, ուխտերթերի ընթացքում աղոթք են բարձրացնում ապօրինաբար ազատազրկվածների, գերիների համար։ Ազգս Հայոց, եկեղեցիս Հայաստանյայց, ըստ Հանրապետություն Հայաստան եւ գերիալ Արցախ աշխարհս, ըստ զինվորս, զորավարս, ըստ բանակս Հայոց, Տեր օրհնյա եւ պահպանյա, Տեր օրհնյա եւ բժշկացող ամենայն հիվանդս, վիրավորյալս։ Եկել ենք մեր Սրբազան հոր ծննդյան տարեդարձը շնորհավորենք, եւ աղոթ վերառաքենք առ Աստված իր առողջության համար, ինչպես նաեւ իր շուտապույտ ազատության համար։ Ամենօրյա կյանքը Սրբազանով լեցուն է։ Սրբազանի ֆիզիկապես ներկայությունը չկա, թե բայց ամենօրյա կյանքը լեցուն է։ Եվ անատապես յուրաքանչյուրի աղոթներում եւ մտքերում եւ ընդհանրապես եկեղեցու բոլոր արարողությունների ժամանակ հավատացյալները միշտ հիշում են Սրբազանին, հոգեվորականների բնականաբար առաջնորդությամբ աղոթքին անում Սրբազան հոր առողջության համար, իր ազատության համար, ինչպես նաեւ մեր բոլոր կալանավորների, անօրինյալ կալանավորների ազատության համար։ Եվ Սրբազանը հոգեվոր իմաստով առավելաբար ներկա է թեմում, բայց բնականաբար թախից ունենք, որ ֆիզիկապես ներկա չէ եւ ֆիզիկապես անարդարությամբ դատապարտվել է։ Միքայել arczepiskoposi հարազատներից Արտաշես Սարգսակ Աճապահյանը լրագրողներին պատմեց, որ Սրբազանին եղբայրն է խնամում։ Սկզբում մի փոքր դժվարություններ են ստեղծվել, հետո խնամակալության թույլտվություն է ստացել։ Վիրահատությունը շատ լավ է անցել, Սրբազանն իրեն լավ է զգում։ Սրբազանը այս առումով շատ համեստ է, ինքը գրեթե երբեք չի նշում։ Մենք ենք հարազատներով միշտ հավաքվում, ինչով ծեր փորձում ենք նշել։ 50-ամյակը ժողովուրդը, հավատավոր հոդը, ընկերները Սրբազանի կազմակերպեցին, որպեսզի այդպես մեծ շուկով նշվեր, բայց ինքը ընդհանրապես ծնունդին մեծ նշանակություն չի տալիս։ Շիրակի թեմի առաջնորդը անազատության մեջ է հունիսի 27-ից։ Ուսումնական տարին ավարտվում է Մայրաթորի հովանավորությամբ գործող բոլոր հայորդաց տներում։ Ամենուր հաշվետու բաց դասեր են, համերգներ եւ ցուցահանդեսներ։ Նորքի հայորդաց տանը դիմակահանդեսով են հրաժեշտ տալիս 2025 թվականին։ Հեքիաթային հերոսներ, խաղեր, մրցույթներ, երգուպար, մրցանակներ, նվերներ։ Ամանորյա միջոցառումներն առանց Ձմեռ պապի ու Ձյունանուշի չի անցնում։ Ձյունանուշի դերում Ինեսան է 6 տարեկանից այցելում է հայորդաց տան Պարի դասարան։ Հայորդաց տունը նախ տալիս է մեզ մեծ ընտանիք, սովորեցնում է այն ամեն ինչը, ինչ մեզ պետք կգա հետագայում կյանքում, թե մասնագիտական կրթության առումով, թե կյանքի հարցում, սովորեցնում է մեզ սիրել մեր գործը, ընկերներին, մեզ տալիս է ամեն ինչ, որ հետագայում մեր ստեղի սաները արդեն իրենց ձեռք բերած գիտելիքով շարունակում են այլ ուսումնական հաստատություններում։ Ուսումնական տարին բեղմնավոր էր Նորքի հայորդաց տան համար։ Երգի, պարի, սպորտի, դեկորատիվ կիրառական արվեստի դասարանների սաները համերգներից, մրցույթներից, փառատոներից, մրցանակներով են վերադարձել։ Հայորդաց տան սաների ամենամյա նվաճումների մասին լավագույնս խոսում են պատերին փակցված պատվոգրերը։ Այս տարի Նարեկ պարային համույթն ավելացրել է դրանց քանակը եւս մեկով։ Վահանը 9 տարի պարի է հաճախում։ Նարեկ պարային համույթի ռեզերվային դասարանից է։
Այս տարի մասնակցել ենք շատ պարային մրցույթների, մեր sense մեծ մրցանակը, որ մասնակցել էինք նոր շունչ մրցույթին եւ 3 փուլից է կազմված մրցույթը, շատ դժվար էր ու արդյունքում մեր նարեկպարային համույթը Grand Prix-ն շահեց, այսինքն չափի մեծ մրցանակ էր ու Իսկ մենք հիմա ստացանք Grand Prix-ին, մյուս տարի չենք մասնակցելու, գնալու ենք գալահամերգին մասնակցենք։ Օրեր առաջ Նարեկպարային դպրոցի տարբեր դասարաններ, տարիքային սաներ, տարբեր անվանակարգերում եւ արմեններ հարվածային գործիքների ու դհոլահարների համույթների սաները մասնակցեցին Սոտե հանրապետական մրցույթ փառատոնին, զբաղեցրեցին մրցանակային տեղեր եւ ունեցանք առաջարկներ մեկնելու Դուբայ, Բուլղարիա, Ֆրանսիա, մրցանակային տեղերով կախված մեկնել եւ ներկայացնել Հայաստանը եւս արտերկրում։ Գագիկ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը նույնպես այս տարի ակտիվ է եղել։ Սաների համար հիշարժան էր Տաշիր Արենայի բացման արարողությունը, որտեղ նրանք հանդես են եկել առանձին ներկայացմամբ։ Տաշիր Արենայի հետ համագործակցությունը 2024 թվականից է սկսվել, երբ օտարերկրյա մասնագետներն այցելել են Հայաստանում միակ կրկեսային դպրոց, տպավորվել սաների աշխատանքով։ Մասնագետների կազմում են եղել անվանի ռեժիսորներ ու խորեոգրաֆներ համաշխարհային Cirque du Soleil-ից։ Գարնանը հայորդաց տան կրկեսի դպրոցը պատրաստվում է ելույթ ունենալ Տաշիր Արենայի բեմում։ Մեր դպրոցն ընդունել են որպես հայկական կրկեսի բազա, ասում է հայորդաց տան տնօրենը։ Համագործակցությունը Տաշիր Արենայի հետ կարևոր է համարում Տիկին Այդան, քանի որ կրկեսային դպրոցի շրջանավարտներն աշխատանք գտնելու համար հաճախ մեկնում են արտերկիր։ Այս համագործակցությունը հեռանկարներ է բացում սաների, հատկապես շրջանավարտների համար, որոնք ստեղծագործական կյանքը կարող են այսուհետ շարունակել հայրենիքում։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Բեմում տոնական մեղեդիներ են, Էջմիածնի Հրաչ եւ Սյուզան Այորթյաց տունը լցված է ժպիտներով, ուրախ երկուպարով, ամանորի տրամադրությամբ։ Հաստատությունը տարեվերջյան տոնական համերգով ամփոփեց 2025 թվականը։ Ներկաներին ողջունեցին Արսեն Քահանա Միրզոյանը, հայորդյաց տների ուսումնական գծով փոխտնօրեն Լիաննա Առաքելյանը։ Կատարումներով հանդես եկան դհոլահարներ, կանոնահարներ, ջութակահարներ, պարային դասարաններ։ Հաստատության տնօրեն Ալվինա Պետրոսյանը ուրախությամբ ներկայացրեց անցնող տարվա ընթացքում սաների գրանցած հաղթանակներն ու շեշտեց, որ այստեղ մշտապես միմյանց աջակցելու, օգտակար լինելու պատրաստակամություն կա։ Տարեվերջյան հանդիսության կազմակերպչական աշխատանքներին մասնակցում են բոլոր դասարանների մանկավարժները։ Երբ ամփոփում ենք տարին, վերլուծում ենք ինքներս մեզ համար, թե ինչպիսին է եղել տարին, հաջողակ է, եթե ունեցել ենք նվաճումներ, եթե սաները ունեցել են ձեռքբերումներ, եւ վերլուծելով տեսնում ենք, որ շոշափելի է նորից եղել, բազմաթիվ մեծ նվաճումներ են ունեցել երեխաները միջազգային տարբեր հարթակներում։ Հաղթանակներով հանդես են եկել կամերային նվագախմբի սաները, կանոնի համույթի երեխաները, պարային դասարանները այս տարի շատ կարևոր մրցույթում են առաջին տեղ հաղթել եւ սպորտի, ջյուդոյի եւ ըմբշամարտի դասարանի սաները նմանապես նորից միջազգային մրցույթներում հաղթել են, իսկ ընդամենը 2 օր առաջ Հայաստանի առաջնությունում արդեն մեծերի խմբում նորից հաղթեց մեր Սուրեն Աղաջանյանը եւ հերթական ոսկե մեդալը բերեց։ Այսինքն մենք կարող ենք համարել, որ տարին հայորդյաց տան համար հաջող էր։ Ուզում եմ, որ բոլորի ընտանիքներում թեվացի միայն բարին եւ իհարկե սերն ու ջերմությունը։ Հանդիսության ավարտին ներկաներին ողջունեց ու բարեմաղթանքներ հղեց Ձմեռ Պապը, մայրաքաղաքի ու մարզերի հայորդյաց տների սաները տարեվերջյան հաշվետու միջոցառումներից հետո նվերներ են ստանում։ Մայրաքաղաքում ու մարզերում 7 հայորդյաց տուն ու 1 մանրանկարչության արվեստի կենտրոն է գործում։ Այս հաստատություններում 2631 երեխա է սովորում։
Նրանք հմտանում են արվեստի, սպորտի ոլորտներում, լեզուներ են սովորում։ Աննա Թամրազյան, Մեսրոպ Ավետիսյան, եկեղեցական կյանք։